Ճանունը փառավորվի Սիլասո ժողովուրդ ջան, մենք այսօր լսեցինք նույնպես Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, այս նույն ավետարանն է խոսում, այս դարերով եկած նույն ավետարանն է ժողովուրդ ջան, չէ՞։ Բայց մենք տեսնում ենք ավետարանի մեջ այնքան խորհուրդներ կա, այնքան կյանք կա, այնքան մեզի ավելացնելու, ավելի մեզ լեցնելու նույն ավետարանն է, բայց այնքան ծովու օվկիանոս է իր խոսքի մեջ, ժողովուրդ ջան, որ օրեցօր քո ներսը Տերը նորոգում է, օրեկօր Տերը քեզի լեցնում է իր սուրբ ոգով, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք տեսնում ենք ինչի համար այսօր Աստված խոսում է իր ժողովրդի հետ, ժողովուրդ ջան, զգուշացնում է։ Շատ բաներ կա, որ Տերը մեզ զգուշացնում է, սովորացնում է, ինչի համար, որպեսզի Աստծո ժողովուրդը ուշադիր լինի իր հավատքի կյանքի մեջ, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն եթե մի բանը խավար է, Տերը ասում է ինչ գործնես այդ խավարի հետ, չէ՞, դուրս արի այդ խավարի մեջի, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստված մեր լավի համար է, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսանք, որ այո, երբ որ մարտը նոր է գալում, մարտը նոր է սկսում, չէ, մարդկանց մեջ թե ինչ է գալում, չէ։ Մենք տեսանք աշակերտների մեջ ինչ եկավ, չէ, եկավ ով էր մեծը։ Ինչու են ցկտում մեծ լինելու համար, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ ինչու համար այսօր Աստված այսօր մարդկանց, ժողովուրդ ջան, ինչ է սովորացնում է խոնարհվել։ Եթե դու ուզում ես քո եղբորը քուրիկին բարձրացնես, կրոջը լավ իմացի, դու իրանից ավելի ցածրանաս, որ օգնես իրան բարձրանա, ժողովուրդ ջան։ Եթե դու վերևից նայեցիր իրանց, դու իրանց ոչ մեկին չես կրա փրկի։ Դամար Աստված մենք տեսանք, որ Տեր Հիսուս եկավ, ժողովուրդ ջան, ինքը այնքան ցածր ծավ, այնքան խոնարհվեցավ, դաժե իր աշակերտի դաժե Հուդայի ոտը լված, ժողովուրդ ջան։ Պատկերացնում ես, նա գիտեր, որ Հուդան պիտի մատներ, բայց նա կռացավ եւ Հուդայի ոտները լված։ Դա Աստծո սերն էր, Աստծո օրհնությունն էր, որ ուզում ասա, որ Հուդա, թեկուզ դու ինձ կմատնես, բայց ես քեզ դեռ սիրում եմ։ Ժողովուրդ ջան, մենք հավատում ենք, եթե Հուդան զղջար ամբողջ սրտով եւ իր կյանքին վնաս չտա, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք այսօր շատ մարդիկ հնարավոր է զղջան, բայց իրանց կյանքին վնաս են տալու, ժողովուրդ ջան։ Այդ զղջումը օգուտ չի հասնում։ Այդ զղջումը վատ է, որ դու զղջում ես եւ սպասում ես Աստծո օրհնությունը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ դա մար փառք ասու, այսօր մենք տեսնում ենք եւ մենք սիրասուժ մենք շատ ենք տեսել ենք, որ իրապես այսօր շատ մարդիկ վնասվել են։ Եթե հիշում եմ այն ժամանակները, այդ սերիալների ժամանակ մարդիկ ժողովուրդը ամբողջ ուշքումից դու չեք պատկերացնում։ Դաժե այն հոսանք չէ, դու միտեղ տելեվիզոր կա, դու մենդ նայում են սերիալ։ Եվ միտեղ երբ որ մարդիկ սերիալ նայում իր երեխուն խոզը կերել, ընկեր խոզի բունը իրանք խաբարը չեն եղել, ժողովուրդ այդ երեխուն կերել էր խոզը։ Մենք տեսնում ենք խավար իշքանը մարդուն գրավում, որ այդ լույսը թող չի տան, որ այդ լույսը քո կյանքի մեջ ճառագի։ Ինչու համար մարդ ավելի շատ ձգտում է խավարին, քան լույսին, ժողովուրդ ջան։ Որտեւ դա իրան դեռ հաճելի է։ Քանի որ խավարը մարդուն հաճելի է, մարդը ձգտում է այդ խավարի կյանք ապրելու, ժողովուրդ ջան։ Բայց երբ որ մարդը հասկանում է, որ խավարի մեջ կյանք չկա, նա հասկանում է ուր գնամ Տեր, քանզի դու հավիտենական խոսքեր ունես, ժողովուրդ ջան։ Եվ դա համար ինչպես եղբայրներս խոսացին նաև եւ աղոթքի վերաբերյալ, ժողովուրդ ջան, այնքան կարևոր է աղոթքը, մենք երեքը նույնպես խոսացինք աղոթքի վերաբերյալ։ Եթե դուք ուշադիր եք, լսեցիք երեք, չէ, ովքեր գծի մեջ էին, կաբի մեջ։ Մենք լսեցինք նույնպես աղոթքի վերաբերյալ։ Մենք հասկանում ենք աղոթքը դա քո շնչառությունն է, աղոթքը դա քո կյանքն է Տերը բերե, ժողովուրդ ջան։ Դա համար Տեր ուզում է, որ այսօր իր ժողովուրդը հավատքով աղոթի։ Ամբողջ ներսով դու քո Աստծուն պետք է աղաղես, դու մի նայա քո վիճակիդ։ Երբ որ մարդ ուզում է աղոթի, ժողովուրդ ջան, անորեն մի հատ իր վիճակն է ցույց տալու։ Այս տվյալ անձը մինչև ինք իր վիճակին նայում, ինք արդեն բժշկում, ինք էլ չի կրում աղոթի Աստծուն, ժողովուրդ ջան։ Երբեք Աստված չսես քեզի նայա, Աստված ասեց ինձի նայա, ժողովուրդ ջան։ Լավ, որ դու քո վիճակիդ նայեցիր, ու դու չկրծար աղոթել, քո օգուտը ո՞րն է։ Ախր մենք տեսնում ենք ինչու համար մարդիկ ավելի շատ այդ փսփսոցին են լսում, քան Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, Տերը օրհնի ինձ էլ, ձեզ էլ։ Այն որ Աստծո խոսքը խոսում է, դրա կարիքը ես էլ շատ ունեմ, եւ դուք էլ ունեք, ես հավատում եմ։ Այն մարդը, որ ունի Աստծո խոսքի կարիք, այդ մարդը ձգտում է լսել Աստծո խոսքը, այդ մարդը ձգտում է, որ ինքը փոխվի, որ ինքը անհավատ չգտնվի Աստծո առջև, ժողովուրդ ջան։ Մենք երեք որ կարտացինք, չես մա, երբ որ Աստծո որդին գա հավատքը գտնի, այնինչն է Տիրոջ կարևորությունը, երբ որ գա քո մեջ, իմ մեջ հավատքը կմնա, գտնի թե չէ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը օրհնի սիրասո ժողովուրդ ջան, Տերը օրհնի բոլորիս էլ։ Աստված ուզում է, որ իր սերը հայտնի ինձ ու քեզ,
Նա բացել արդեն իր սերը, ժողովուրդ ջան։ Աստված իր խաչի միջոցով ցույց տվավ իր սերը։ Մենք որ նայում ենք Տեր Աստված, ժողովուրդ ջան, Աստված մեր հայրն է, Տեր Հիսուս ինքը Տերերի Տերն էր, նա հայր էր, բայց նա եկավ, խոնարհվեցավ։ Ամեն բան արեց ինձ ու քեզ վեր հանելու համար։ Ամեն բան արեց, որպեսզի մենք այսօր ունենանք Աստծո վրա հավատք։ Ժողովուրդ ջան, մենք տեսանք Տերերի Տերը։ Նա արդեն պատմեց իր աշակերտներին, որ կգա այսին ժամանակ ինձ էսե բաներ կանեն։ Բայց աշակերտները չհավատացին, ժողովուրդ ջան։ Եվ դա համար ինչի համար Տեր Հիսուս ուզում է, որ իր ժողովուրդը հավատք ունենա եւ իր աղոթները մաքուր լինի Աստծո առջև։ Ինչպես եղբայրացիներ, երբ որ ծոմ ես պայում, քո աղոթքը պետք է մաքուր լինի, ժողովուրդ ջան։ Մաքուր, երբ որ դու քո ամբողջ ներսով Աստծուն ես հավատում եւ դու իրան պաշտում ես։ Եվ դու սիրում ես Աստծուն, ժողովուրդ ջան։ Դա համար Տերս օգնի, սիրասո ժողովուրդ ջան, երբ որ Աստված մեզ մի բան սովորացնում է, Աստված ուզում է, որ դու արդեն քո ամրությունը սարքես Աստծո խոսքը։ Էլ նույն տարակուսվես Աստծո խոսքի մեջ։ Էս ինչ է իմ վիճակը, Տեր ջան, էս ինչ է մեռնելու վրա եմ, արդեն մեռած եմ, ժողովուրդ ջան, դրանք հավատ չեն։ Մեզի պետք չէ մեր շուրջ պես բան անենք, ժողովուրդ ջան, մենք ունենք Աստված։ Այո, մենք հայր ունենք, մեր Աստված ունենք, քո եղած վիճակի Տեր ուզում է, որ դու իրան պաշտես քո Աստծուն, ժողովուրդ ջան։ Սաղսել վիճակ չունենք, ով ունի վիճակ, սաղսել մեղավոր մարդիկ են, ժողովուրդ ջան, երբ որ մենք նայենք մեր ներսը, սաղսել չեն։ Սաղսել մեղավորներ ենք։ Ոչ մի լուրջ հոգևոր եղբայր կամ քույրիկ իրան երբեք լավը չի կրա տեսնի, ժողովուրդ ջան։ Ովքեր որ Աստծո հետ կապ ունեն, ովքեր որ Աստծո հետ սեր կա իրաց կյանքի մեջ, նրանք երբեք իրանց լավը չեն տեսնում իր քրոջից եղբորից։ Այս սա է հավատքը։ Երբ որ դու տեսնում ես քո կյանքի մեջի քո կարիքը ունես Քրիստոսից, երբ որ դու հասկանում ես այն որ եղբայրդ մեղանչել է կամ մեղանչում է, այդ բնությունը նույնպես դու ունես։ Հնարավոր դու էլ ունես մի օր վաղ միսօր այդ փորձանքների մեջ։ Դա համար Աստված ուզում է, որ իր ժողովուրդը ամրանա Աստծո խոսքով, որ այդ քո բոլոր թույլ տեղերը պետք է ամրացնես։ Նա տեսնում է իմ ու քո թույլ տեղերը, ժողովուրդ ջան։ Նա հարցակում է այնտեղը, որտեղ թույլ տեղ տեսավ։ Եվ ինչքան կարևոր է այսօր Աստծո ժողովրդի միաբանության աղոթքը, միաբան։ Երբ որ Աստծո ժողովուրդը միաբան է, երբ որ մենք աղոթում ենք, մեկս մեկի դեմ բան չունենք, մեկս մեկի դեմ սեր կա, խաղաղություն կա, մենք մտածում ենք մեկս մյուսի համար։ Մենք մտածում ենք մեկս մյուսին ոնց օգնենք, ինչպես աղոթենք, որ այսօր շատ հիվանդներ կա, կարիքավորներ կա, ժողովուրդ ջան, տղաներ կա, թույլեր կա, նորահոգիներ կա, ընտանիքներ կա, որ այսօր անհավատ են։ Աստված իրանց սիրում է։ Աստված ուզում է այս մարդկանց էլ փրկի, սիրասո ժողովուրդ ջան։ Եթե դու քո աղոթները դատարեցնում ես, երբ որ դու արդեն քեզ տեսնում ես ամենավատը, երբ որ դու դատարում ես քո աղոթները, արդեն դու գել ես դու քո հետևից։ Ժողովուրդ ջան, սա խորամանկության գործ է, նա այնքան խորամանկ է, շատ խորամանկ է, ժողովուրդ ջան։ Մենք չենք էլ պատկերացնում։ Անենց է մարդուն խապում, որ այս մարդը բժշում է, այս մարդը չի հասկանում իր հավատքը։ Մինչև ունում է իր հետևից, մինչև իր այդ վրա պայքարում է, մեկը տենում է արդեն աղոթ էլ չի կրում աղոթի։ Ինչ եղեք, քույրիկ ջան, եղբայր ջան, աղբեր ջան, այս ինչ է վիճակը։ Այ քույր ջան, եղբայր ջան, ում վիճակն է լավ։ Եթե մեր վիճակը լավ եղներ, մարդը չէր այդ Հիսուս ժողովուրդ ջան, բոլոր մարդիկ ունեն կարիք Քրիստոսին։ Այն մարդը, որ տեսնում է վատ վիճակ ունի, այս մարդը պետք է տանգնի Հիսուսի ոտքերը, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, օրհնի եւ զորացնի մեր Տեր Աստվածը, որ այսօր այո մենք տեսնում ենք, որ որքան օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, ժողովուրդ ջան, որ Աստված ուզում է բոլորիս օգնել, որ այսօր մարդիկ Աստծուն ճանաչեն, Աստծուն սիրեն։ Դա համար Տերս օգնի, որ այո մեր աղոթները շատ կարևոր է, երբ որ մեր աղոթները բարձրանում է երկինք։ Երբ որ դու տեսնում ես այդ կարիք, երբ որ դու տեսնում ես, որ դու այո մեղավոր ես, դու քո ներսը բերում ես Աստծո առջև, ժողովուրդ ջան։ Գալու ես Տիրո առօրյա կյանքի մեջ դու ապրում ես։ Քո առօրյա կյանքի մեջ դու ապրում ես եւ պաշտում ես քո Աստծուն, որը քեզ համար մահացավ, որը քեզի կյանք տվավ։ Դա համար Տերը օրհնի ձեր ժողովուրդ ջան, օրհնի, որ երբ որ մենք մի բան
Սովորում ենք Աստծուց։ Բարակա մենք բոլորս այդ կյանքը ապրել ենք, այդ կյանքը անցնում ենք, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք չենք իմանում, Աստված մեզի սովորացնում է։ Ինչու երեք մենք, եթե հիշում եք, երեք խոսվավ օծերի պես խորագետ եղեք։ Այսինքն խորագիտության քո վիճակի մասինը դու ունենաս դու պիտի խորես նաև քո վիճակի մասին։ Որ մյուս անգամ այդ ցանցը չընկնես այդ անօրենի, երբ որ գալում է ինձ ու քեզ խապում է։ Ժողովուրդ ջան։ Այո, նայնես խորամանկա խապում, դաժե դու էլ մտածում ես, էդի դու ես։ Ժողովուրդ ջան, շատ անգամ մարդիկ մի բան, որ միտք է գալը, մտածում են իր միտքն է, այդ ինքն է, բայց չի մտածում, էդի քո միտքը չի։ Այդ միտքը կա խավարը, որ դու չես հասկանում եւ դու չես զանազանում շատ անգամ այդ խավարի մտքերը։ Բայց Աստված ուզում է, որ այսօր ես ու դու արդեն զանազանենք Աստծո խոսքի էությունը, ժողովուրդ ջան։ Դամար Տերեսորտնի, ժողովուրդ ջան, Տերեսորտնի, որ այսօր մենք ինչ անենք։ Սիրենք մեր Աստծուն եւ պաշտենք մեր Հիսուսին, որը օրհնյալ է, որը Աստված է, որը ինձ ու քեզ օգնում է։ Դամար Տերեսորտնի, ես մեմ Տիրոջ խոսքից մի քանի խոսք, որ դրվավ սրտից կարտալու այդ տեղերը, ժողովուրդ ջան։ Սրանք կարևոր բաներ է, երբ որ մենք Աստծո խոսքը ուշադիր ենք լինում մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք ուշադիր ենք Աստծո խոսքի վերաբերյալ։ Դամար Աստված օրհնի բոլոր դեսի ժողովուրդ ջան, հավատքը անհատական է, փրկություն անհատական է։ Մենք կենական խոսացինք, որ այսօր շատ մարդիկ մահանում են, բայց այսօր մենք չենք մեզ մարդը փրկվավ թե չէ շատ անգամ ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք երևույթն ենք տեսնում, այո, այս մարդը չեկավ պաշտամունք, այս մարդը էսի չարեց, բայց մենք չենք տեսնում, ժողովուրդ ջան, այո, դրանք բոլորը կարևոր է։ Եվ պաշտամունքը, եւ զղջումը, եւ ապաշխարություն, եւ աղոթը, դրանք բոլորը կարևոր բաներ են։ Բայց մարդ կա, որ դա չի հասկանում այդ պահին։ Հասնում է մահվան շեմին, որ Աստված հենց ընդից է իրան հանում, տենում երկինք, ժողովուրդ ջան։ Վերում է զղջման եւ ապաշխարության։ Տամար Տերես օրհնի, ժողովուրդ ջան։ Եթե դու ուզում ես քո քրոջ ու եղբայրը օգնես, ժողովուրդ ջան, դու պետք է խոնարհվես, իրանից ցածրանաս։ Եթե ցածր ցար, լավ իմացի, դու ոչ քո քրոջ կրած օգնես, ոչ եղբորը։ Դամար Աստված ինչ ասում, երբ որ դու գալում ես, տեսնում ես քո եղբորը կամ քույրիկը, կարիք կա, դժվարություն կա, դու ասում ես Տեր Աստված, օգնա, ողորմա իմ քույրիկիս եղբայրիս, ցավով ես ասում։ Այդ ցավը դու զգում ես։ Մենք անգամ շատ անգամ խոսում ենք, եթե ուշադիր չես, եթե մարդը այդ ցավը չի զգում, եթե մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, հələ ուշադիր եղեք, մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, չէ՞։ Այսինքն մենք էլ ունենք մարմնի անդամներ, եւ մենք այսօր այո բոլորս էլ ունենք ցավեր ենք ունեցել, չէ՞։ Եթե մի քու մարմնի մի անդամը ցավում է, հələ ուշադիր եղեք, հələ մյուս մարմնին ինչ ասում, այ մարդս, դու քու մասին մտածա, չէ, նա ինչ է։ Այդ ոտը վազում է ջուրա, ոտը վազում է, ձեռով էլ ջուր ես վերցնում։ Նա ինչ օգնություններ է գալում։ Այդ մի հոգու համար, այդ մի հիվանդի համար, ժողովուրդ ջան։ Այսինքն մարմինը դա անտարբեր չի մնում այդ հիվանդի համար։ Այսօր մենք մարմնի մեջ շատ անդամներ ունենք։ Դամար երբ որ տեսնում ես քո քուրը եղբայրը, ժողովուրդ ջան, հիվանդ է, կարիք է, տգարություն ունի, չես ենք նաև հոգևորներ կան։ Միգուցե խնդրում ենք քեզ որ դու աղոթես իրանց համար, ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, Աստված օրհնի, Աստված ուզում է, որ այսօր պատրաստա իր ժողովուրդը հափշտակության, ժողովուրդ ջան։ Շուտով Տերը գալիս է։ Դամար Աստված, երբ որ ուզում է գա երկրի վրա, ժողովուրդ ջան, Աստված տեսնում է դեռ շատերը դեռ պատրաստ չեն։ Շատ հավատացյալներ դեռ պատրաստ չեն, ժողովուրդ ջան։ Դամար Աստված ուզում է, որ իր ժողովրդին պատրաստա։ Ախր մենք չենք պատկերացնում Աստված որքան թանկ է ինձ ու քեզ կնե։ Կարող է դու քո աչքին աներևույթ երևաս, դու քո աչքին ամենամեղավոր, ամենավատը երևաս, բայց Աստծո արշև դու շատ թանկ ես։ Նա քեզի համար կյանք է տված։ Գին է վճարել, որ ամբողջ աշխարհը գինը չի կրա տալ քեզ համար, բայց Աստված տվեց ինձ ու քեզ համար։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, Ժորժ, ինչպես եղբայրը չեն Հովան Ավետարան 3-րդ գլխի 15-16 համարները, որ կարդում ենք, ժողովուրդ ջան, չէ՞։ Այնքան հետաքրքիր է այդ խոսքը։ Տերը օրհնի, որ այդ խոսքը այնքան օրհնյալ է,
մանավանդ երբ որ Տերը բացում է իր խոսքը ինձ ու քեզ համար, ժողովուրդ ջան։ Ես միջամար Տերը ուզեցավ այս տեղը կարտանք, ժողովուրդ ջան, բայց ես ուրիշ տեղ եմ պատրաստել, կասնենք հետո բունի թեմային։ Մենք ուզում եմ կարտամ Հովանու Ավետարան 3-րդ գլխի 15 եւ 16 համարներ, ժողովուրդ ջան։ Այսօր շատերս անգիր գիտենք, շատերս անհավատներին ենք ասում այս խոսքը։ Շատ անգամ երբ որ մարդկանց հետ մենք շփվում ենք անհավատներին, մենք ասում ենք լնատես ինչ ա գրված։ Եվ 15 խոսքը ասում է, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա, ժողովուրդ ջան։ Վասն Աստված այնպես սիրեց աշխարհը, տեղեր կասում եմ մի սիր աշխարհը։ Մենք այսօր կարող նայեմ մարդս այսխի հագասում Աստծո խոսքին, չէ, ժողովուրդ ջան, աշխարհը, երբ որ Տերը սիրեց աշխարհը, նա սիրեց ինձ ու քեզ։ Այն որ ասում է մի սիրա աշխարհ եւ իր մեջի ցանկությունները դե ուղում է։ Ինչը պետք է դու չսիրես աշխարհի մեջի, մեղքն ու ցանկությունները։ Բայց երբ որ Տերը ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Մենք տեսնում ենք Աստծո խոսքը մեզ ինչ է խոստացել, հավիտենական կյանք, ժողովուրդ ջան։ Հավիտենական կյանք, որ դու պիտի հավիտյան չես մահանալու։ Այս մարմինը կհեռանա մեզանից հոգուց, ժողովուրդ ջան, բայց իմ ու քո հոգին պետք է հավիտյան ապրի, հավիտյան, ժողովուրդ ջան։ Համար Տերս օրհնի, սիրասո ժողովուրդ ջան։ Սա որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի։ Երբ որ այս խոսքը ես կարդացի, սիրասո ժողովուրդ, ինքան հետարքիր Տերը բացեց։ Այսինքն, եթե մենք հավատացել ենք, ինչու պիտի կորսվենք մենք։ Հեչ մեզի հարց չենք տալու, Տեր ջան, ախր ես հավատացել եմ, ինչու պիտի կորսվենք։ Այսինքն Աստված տեսնում է, որ մարդիկ մոլորվում են իր տան ճանապարհ, այնքան ուշադիր է այս խոսքը, որ կարդում ենք իմ ու քո համար։ Երբ որ դու հավատացել ես, ասում նա այսօր քո ամբողջ իր ուշքի միտքը քո վրա է, որ դու դարել ես իր տղեն ու աղջիկը։ Դամարսում ամեն անոր հավատացողը չկորսվի։ Տեր Աստված, եթե ես հավատացել եմ, բախի պիտի կորսվեմ։ Այո, մենք գիտենք շատերը կորսվում են, ժողովուրդ, շատ հոգիներ, որոնք հավատացել են Աստծուն, այս հոգիները թողե ու գնացել են աշխարհ։ Ժողովուրդ ջան, սա մենք ասում ենք ցավով, մենք ասում ենք լացով։ Ինչու՞ որ երբ որ տեսնում ես քո կողի եղբայր եւ քույր հանգարց հեռանում է Աստծո, ժողովուրդ ջան։ Դամար Տեր ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, որ այսօր մենք զորանանք Աստծո խոսքով եւ մենք նայենք Աստծո խոսքին, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ինձ ու քեզ ինչ ասում։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միածին իր որդին տվել է ինձ ու քեզ համար։ Էլ ինչ է խնայում ինձ ու քեզ համար, ժողովուրդ ջան։ Նա ոչ մի բան իմ ու քո համար չի խնայում։ Աստված ինքը գիտա մեզի ինչ է պետք եւ ինչ է տալում։ Շատ անգամ մենք շատ բաներ կարող ուզենք, բայց Աստված տեսնում է իմ ու քո կարողությունը։ Մենք երեք խոսացինք, չես ենք, եթե երեխեն գա քեզանից դանակ ուզա, դու դանակ չես տա տեղում։ Ճիշտ է, դանակը վտանգավոր չէ, քո համար։ Դու կարաս հաց կտրես, բայց երեխու համար վտանգավոր կլինի։ Այսինքն բաներ կա, որ մենք ուզում ենք Աստծո, բայց Աստված տեսնում է, դե մենք աճենք Աստծո խոսքի մեջ զորանանք, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք շատ անգամ մենք հավատքի կյանքի մեջ շատ բաներ ենք սովորում։ Քո առօրյա կյանքը, որ դու ապրում ես, տարիներ հետ անցնում է հավատքի, եւ դու տարիներով 2 տարի, 3 տարի, 4, 5 տարի կան, որ դու դեռ կյանք ունենք այս երկրի վրա, չէ՞։ Եվ տեսնում ես օրեցօր Աստված քեզի բացում է իր բնությունը, իր սերը։ Եվ քեզ օգնում է ճիշտ ապրել Աստծո առաջ, ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ, ես որ նորահոգի էի, ժողովուրդ ջան, երբ որ եղբոր տունը նստած է, իր հարևան իջավ ցած իրանց տուն։ Հենց է նոր է, բայց եղբայրը շուտ հավատքի մեջ էր։ Մեզ հարևան իրան հարց է տալում, այ մարդ, ես եթե մեզ աղբես չի պատահ, ես ասում կանի մգնեմ առաջ պատասխանեմ, ժողովուրդ ջան։ Հետարքիր հասանք, աղբեր ինչու՞ համար չէ, նա թողում էր Սուրբ Հոգուն, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք ուզում ենք, վրազդում ենք, պատասխան տանք, բայց լսես հոգին ինչ ասում քո մեջից։ Թող մի հատ իրա, շատ անգամ ընկել եմ վրասել եմ, ժողովուրդ ջան, ես վնաս եմ քաշել։ Շատ անգամ թողում ես, որ հոգին քո մեջից խոսա, նա գիտա այս մարդու բնությունը, ժողովուրդ ջան։ Դամար Տերս օրհնի, հիմա ուզում եմ բուն Տիրոջ խոսքի, որով Տերը դրել էր, որ այս խոսքի վրա խոսենք, ժողովուրդ ջան։
Ես ուզում եմ կարդամ Ղուկաս Ավետարանի 18-րդ գլխի 9-րդ համարից ժողովուրդ ջան։ Ղուկաս Ավետարան 18-րդ գլուխ 9-րդ համար։ Սրանք կարևոր խոսքեր ա, որ երբ որ Տեր Հիսուսը այսօր ինձ ու քեզ ուզում է օգնել ժողովուրդ ջան։ Աղոթք ամենակարևորը բանն է ժողովուրդ ջան։ Ինչու համար Աստված քեզի շատ անգամ հուշում է, ինչպես եղբայրը վկայ չի, երբ որ պատերազմի ժամանակ ասել էր աղոթք արա։ Այդ քո աղոթքը ժողովուրդ ջան տեղը հասնում։ Շատ անգամ մենք ասում ենք, երբ որ մենք աղոթում ենք ժողովուրդ ջան, շատ անգամ մարդը մտածում է, դե աղոթքեր արեցի ու քնա, всё։ Այդ չի։ Քո աղոթքը զորությունը նա դուրս է գալում քո շրթունքներից, քո սրտից, երբ որ դուրս է գալում, նա այդ համապատասխան տեղ։ Ինչու համար այսօր դու աղոթես։ Քո ընտանիքի համար, ապաշխարության համար, հիվանդների, բժշկությունների համար, ում համար ես աղոթել։ Այդ հավատքը, այդ աղոթքը դուրս է գալում եւ եթում է դեպի երկինք։ Եվ համապատասխան այդ մարդկանց քո աղոթքը օգնում է։ Շատ անգամ որ մարդիկ խնդրում են Արմեն ախպեր, մի հատ աղոթես ինչ օգս համար, ժողովուրդ ջան, մինչև ուզում ես իրան սմայլիկը որ աղոթում եմ, ասում են Աստված օրհնի, արդեն աղոթքը Տերը լսել է այդ աղոթքը։ Այդ հարցը լուծել Աստված, ժողովուրդ ջան։ Սովորական մի պահ, երբ որ մարդը խնդրում ասում եւ Աստված լսում է քո մեջի աղոթքը։ Ասում մինչև ձեր խնդրվածքը արդեն ես գիտեմ, թե ձեզի ինչ է պետք։ Աստված իմանում է ինչ է պետք մեզի։ Բայց մենք այսօր անտատ ուզում ենք մեր հոր առջև գանք եւ աղոթենք մեր Աստծուն ժողովուրդ ջան։ Ղուկաս 18-9-րդ խոսք ինչ ասում ժողովուրդ ջան։ Սա երկու աղոթողների մասին է խոսում Տեր Հիսուսը։ Եվ Աստված տենում է իրապես որ կան իրապես երկու հոգի աղոթողների համար Տերը խոսած ժողովուրդ ջան։ Եվ Աստված շատ անգամ ուզում է ինձ ու քեզ էլ օգնել, սիրասո ժողովուրդ ջան։ Եվ ասում եմ մեկ քանիները, որոնք իրենց անձերուն վրա կվստահեն, թե արտար են եւ ուրիշները կանարգեն, ժողովուրդ ջան։ Ասում եմ մեկ քանիները, որոնք իրենց անձերի վրա վստահ են եւ ուրիշներին անարգում են, ժողովուրդ ջան, Աստծո խոսքը հավատքի մարդկանց է վերաբերում, լավ իմացեք, անհավատին չի։ Անհավատին են վատ, երբ որ անհավատը ընդունա Աստծո խոսքը, դառնա Աստծո զավակ, են վատ այդ խոսքը իրան կվերաբերվի։ Մենք քանի որ անհավատ ենք, մենք չենք էլ հասկացել ժողովուրդ ջան, մենք չենք էլ իմացել ավետարան կա, թե չկա, սիրասո ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք ինչ ասում Տիրոջ խոսքը, ասում է մեկ քանի որոնք իրանց անձերի վրա վստահ են, թե արտար են եւ ուրիշները կանարգեն։ Երբ ես դու ուրիշին անարգում, երբ որ դու տեսնում ես դու արտար ես քո քրոջից եղբորից, դրա համար ես դու մյուսին անարգում։ Դամար Տեր Հիսուս ինչ ասում ժողովուրդ ջան, Աստված ինքը Տերերի Տեր էր, բայց եկավ խոնարհվեցավ։ Երբեք մեկի մեղք իր ճատկին չխփեց ժողովուրդ ջան։ Թեկուզ կան անարգակ բերեցին մեր Տիրոջը եւ Աստված մեզ ինչ է սովորացնում։ Հես եւ խոնարհություն ժողովուրդ ջան։ Աստծո նպատակ ինձ ու քեզ սովորացնում է հես եւ խոնարհություն։ Շատ անգամ մարդիկ շատ բաներ են ցկտում, բայց Աստված մեզի մի բանի է կանչում, որ մենք ցկտենք հեզության եւ խոնարհության ժողովուրդ ջան։ Ասում եք արել, որոնք իրենց անձերի վրա վստահ են, թե արտար են եւ ուրիշները կանարգեն։ Այս արագ մսավ, երկու մարդ գացին տաճար աղոթ կենելու։ Երկուսն էլ գնացել են տաճար աղոթելու ժողովուրդ ջան։ Երկուսն էլ նույն գնացել են նույն տաճարում աղոթեն։ Այսինքն մարդիկ հասկացել են, որ այդ տաճարում Աստված կա։ Գնացել են, որ Աստծուն աղոթեն։ Բայց տեսնում եք, որ Աստված մարդու ներսը ուզում է փոխի, որ մարդը ճիշտ աղոթք բերի Աստծո առաջ, ժողովուրդ ջան։ Եվ ինչու համար Տեր Հիսուսը բերեց այս առագը, որպեսզի նաև մենք հասկանանք, բոլորս Աստծո ժողովուրդ, հասկանանք, որ այո, մեզի պետք է ճիշտ աղոթք։ Աղոթք, որը հիմա կկարտանք, թե Տերը ինչ ունի ինձ ու քեզ սովորացնելու ժողովուրդ ջան։ Ըստանգամար, եթե ձեր կյանքի մեջ այդտեղի մի բաներ կտեսնեք, ժողովուրդ ջան, չէ՞, բոլորս է մարդ ենք։ Կարող տեսես ինչ որ մի եղբայր, մի քույրիկ իրան վատ վարմունք է պայում, չէ՞, վատ վարմունք ունի, չես են։ Աստված ուզում է, որ թե դու գայթակղվես, հեռանաս Աստծուց, դու ընդհակառակը պետք է ավելի մոտիկանաս Աստծու, դու պետք է դու էլ իմանաս, որ Տեր Աստված, ես էլ եմ մարդ, միգուցե ես էլ վամսորես մարդու պես ելնեմ, ես եղբոր քույրիկի պես։
Աստված ուզում է, որ դու ես ու դու աղոթք անենք, որպեսզի Աստված օգնի տվյալ անձին վեր հանի ժողովուրդ ջան։ Այնքան կարևոր է, երբ որ դու օգնում ես քո քրոջ ու եղբորը, այդ ընկած վիճակից հանում ես։ Այսինքն դու այդ եղբոր ու քուրիկին վերևից չես դնում, դու նայում ես հեզությամբ, խոնարհությամբ, ցավով ես նայում, որ Տեր Աստված իրապես ողորմ ես իմ քրոջն ու եղբորս ժողովուրդ ջան։ Եվ դա մար Տերը օրհնի ժողովուրդ ջան, սա ճանապարհը, որ մենք բոլորս է անցնում ենք։ Բոլորս անցնում ենք ճանապարհներ, որը սովորում ենք։ Մենք շատ անգամ շատ բաներ ենք սովորացել ժողովուրդ ջան, շատ անգամ մեր սիրտենքան շուտ է նեղվե հավատքի մարդկանցից, բայց հետո հասկացել ենք, որ այդ ձև չի ճիշտը։ Հավատքի ճիշտը, որ երբ որ դու քո ներսն ես տեսնում եւ դու ես խոնարհվում Աստծո առջև, եւ դու ես ուզում լավ ապաշխար, դու ես ուզում ավելի սրբանաս, նմանվես Տիրոջը։ Համար Տերը սորտնի ժողովուրդ ջան, Տերը սորտնի։ Ասում են երկու մարդ գացին տաճար աղոթք կենելու, մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Մենք տեսնում ենք փարիսեցու աղոթքը։ Աղոթք էր ժողովուրդ ջան։ Իսկ Դանիել աղբերս խոսած աղոթքի վերաբերյալ ժողովուրդ ջան, չէ՞։ Նորից։ Եվ մենք տեսնում ենք ինչ աղոթում փարիսեցին ժողովուրդ ջան, սա փարիսեցին կայներ էր ու առանձին այսպես աղոթք կեներ։ Ով Աստված, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հայտնում Աստծո ժողովուրդ ջան։ Սա մենք denk ինչով է շնորհակալություն հայտնում։ Այսինքն հնարավոր մարդը շնորհակալություն հայտնի, բայց իր աղոթքը այն աղոթքը չի, որ Աստված ուզում տեսնի։ Այն աղոթքը, որ դու աղաղակես։ Շատ անգամ ինչու համար այսօր տանանտամը մեկը մյուսի համար չի կրում աղոթի, որտեղ մեկը մյուսին բարձր է տեսնում։ Ես հիշում եմ մի եղբայրս պես վկայություն կարաս հարևանը անհավատ ասում է այ կին, այ ամուսին, հələ գնացես այս հարևաններս, ինչի իրար հետ երկուսը չեն կռվում, այ մարդ։ Մենք երկու մարդու անդադ իրար ենք ուդում։ Ես ամուսնումա լավ, ինչ ան, կետամ կտենամ ես, ինչի մեր հարևաններ հավատալ, բայց իրանք չեն կռվում, իրանք մեր ձեն անդադ գալում են։ Վերջ հետո այդ հարևանի եղբոր տունը, այդ հավատքի ընտանիքի տունը։ Վերջը դե քուրիկը վեդրոն դրած է, մեզ ամուսին չի տեսնում, խփում է այդ վեդրոն թափում է։ Հարևան նստած է։ Կին ասում է ամուսին ջան, կներես էլի վեդրոն շուտ չտարա, թափեցի։ Այս ամուսին ասում է կին ջան, դու ինձ կներես, որ ես այդ վեդրոն չտեսամ։ Այս ամուսին այս հարևանի տունը կնոս մայք կին ջան, դրանք երկուսն մեղավոր են։ Դա մար կռիվ չի անում ժողովուրդ ջան։ Բայց եթե մեկը արտար է տեսնում իրան, թեկուզ տանդ մեջ։ Ինչու՞ որ դու շատ անգամ մարդուն հալածում է։ Դրա տեղը փոխանակ աղոթք գնենք, լացենք, Տեր Աստված ողորմություն անես։ Թե իմ կնոջը, թե իմ ամուսնուն, թե իմ երեխեքին ժողովուրդ ջան, չէ։ Այսօր որքան կարևոր է։ Այնօր մենք եղբայր որ խոսած չես, ենք լացեք ձեզ վրա եւ ձեր երեխեքի վրա ժողովուրդ։ Աստծո խոսքս առաջինը պիտի քո վրա լացես։ Նոր քո մնացած անդամների վրա։ Մենք գիտենք ովքեր որ շատերը սամալոտ են ասել ժողովուրդ ջան, չէ, երբ որ այդ բաները պիտի հակնես, այդ դիմակները, չէ, որ երբ որ սամալոնի ինչ որ դժվարություն է գալում, չէ։ Առաջին դու պիտի քեզի հակցնես նոր երեխուն։ Մենք ես էլ մոմենտ զարմացած ասում եմ, ոսկին այ մարդ երեխու չհակցնես, քեզի հակցնես։ Բայց այս մարդիկ, որ այս բանը արել են, այս մարդիկ հասկանում են, միգուցե դու ուզենաս միջև քո երեխուն հագցնես եւ դու չհասնես, դու քեզ էլ հագց ոչ է քո երեխուն։ Համ մենք կմանանք, համ մեր երեխեքը ոսկի չէ։ Դամար երբ որ մի կանոններ կա թեկու սամալոտի մեջ, չէ, հենց այնպես կանոններ չի դրած ժողովուրդ ջան։ Դա այն կանոններն է, որ իմ ու քո օգտի համար է, որ դու փրկվես բաղմիսոր։ Հիմա նույնպես կա Աստծո կանոններ իմ ու քո տան մեջ դրած։ Դամար Տերես օրհնի, սիրասո ժողովուրդ ջան, Տերես օրհնի, որ մենք իրապես, որ մենք տեսնում ենք փարիսեցին ինչ աղոթում։ Փարիսեցին կայներ ու առանձին այսպես աղոթք կեներ։ Ով Աստված, շնորհակալ եմ քեզ որ ուրիշ մարդոս պես չեմ։ Բա այ փարիսեցին, չի, բա դու ինչ ձև ես ուրիշի պես չես։ Է դու նույն Ադամ Եվայից չես եկած, այ փարիսեցի, չէ։ Ինչ տարբերություն ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչու համար մարդը չի տեսնում, ինչու համար փարիսեցին չտեսան Տիրոջ ողորմություն իրանց կյանքի մեջ ժողովուրդ ջան։ Այն նույն մարդիկ են, ինչ տամ կամ մյուսները։ Սա նույն մարդիկ են։
Նոյից եկած հետագան, չէ՞։ Նույն մարդիկ են, բայց ինչու համար մարդը իր ներսը չի կրում տեսնի ժողովուրդ ջան։ Մարդը ինչու համար իր միշտ բարձր է տեսնում, ինչու համար աշխարհի մեջ եկավ այդ հարցը, ով է իր մեջ բարձր։ Մենք եսում տեսնում ենք իրապես այսօր աշխարհը ձգտում է բարձր լինելու, առաջինը լինելու, ժողովուրդ ջան։ Եվ շատ անգամ մենք տեսել ենք, երբ որ մարդը դարել է առաջին, այս մարդը այնքան հբարդացել ժողովուրդ ջան, այն մյուսին արդեն վերևից էր նայում։ Այդ պաշտոնը Դամար Տիրոջ տված պաշտոնը, որ դու խոնարհվես եւ ծառա լինես։ Աստծուն ծառաներ ապետ ժողովուրդ ջան։ Ծառան կատարում է իր Տիրոջ կամքը։ Այեպ մենք որ Տիրոջ ծառաներն ենք, մենք կատարում ենք մեր հոր կամքը։ Հայր ջան, ինչ ես ուզում։ Այս հարցի մեջ ես ոնց անեմ։ Այս մոմենտը ես ոնց տանեմ ժողովուրդ ջան, չէ՞։ Այո, այսօր մենք տեսնում ենք, այո, մենք ընտանիքներ ունենք ժողովուրդ ջան։ Հավատքը մենակ պաշտամունքներ տեղը չի երևում։ Մենք ենական խոսացինք, պաշտամունքի տեղ ուզում ես կնա նայա ժողովուրդ ջան։ Սաղի դեմքերը խելոք, խոնար, հես, կասես այ մարդ, այս ինչ խոնարհներ են։ Մեր հավատքը դուրսն է երևում, մեր հավատքը մեր տան մեջ է երևում, մեր հավատքը դրսերում է ժողովուրդ, չէ՞։ Ես ենական որ եթե հիշում եք, չէ՞, ասենք երբ որ մեր եղա իր մամանս, մայ մամա ջան, թող պապան մնա միշտ պաշտամունքի տեղ էլ տուն չգա։ Ես մայրը զարմանում եմ, այ տղա ջան, բայց խիբլի պապան մնա միշտ պաշտամունքի տուն է չգա։ Ժողովուրդ, մենք խոսում ենք հավատքի մարդկանց մասին։ Երեխենս մայ մամա ջան, պապան պաշտամունքի տեղ այնքան խելոք է, ցենը չի ելնում, հենց կալմա տունը քո վրա գոռում ճվում է։ Ժողովուրդ ջան, ինչ կատարվավ տվյալ անձի հետ։ Ինչու՞ որ դու պաշտամունքի տեղ խելոք ես, բայց քո տան մեջը դու խելոք չես։ Ինչն է պատճառը։ Այդ Հիսուսը նույն Հիսուսն է ու չփոխվավ ժողովուրդ ջան։ Դամար Աստված ուզում է, որ իմ ու քո ներսը մեր բնությունը փոխի, որ մենք փոխվենք ժողովուրդ ջան։ Միշտ մտածա, որ դու փոխվես։ Ասա Տեր Հիսուս ջան, ես եմ ուզում փոխվել, միշտ կլինի Տեր ջան, փոխա իմ ներսը։ Երբ որ դու փոխվում ես, դու տեսնում ես դիմացի մարդիկ են շատ անգամ փոխվում ժողովուրդ ջան։ Երբ որ դու խոնարհվում ես, այդ քո խոնարհության պատճառով շատերին Տերը փրկելու է։ Երբ որ դու խոնարհվում ես, մարդկանց կոպիտ չես պատասխանում, շատ անգամ այդ քո սիրո բարի խորհրդի համար վերաբերում շատ մարդիկ ապաշխարում են ժողովուրդ ջան։ Մարդիկ տեսնում են, որ այ մարդ դու ասպես չես։ Ժողովուրդ ջան, իրապես վերջին ժամանակներն է, Աստված ուզում է բոլորիս փրկի եւ մեր ընտանիք բոլոր անդամներին, ովքեր չեն ապաշխարում։ Ով Աստված, շնորհակալ եմ քեզ, որ ուրիշ մարդոնց պես չեմ, հափշտակող, անիրավ, շնացող եւ կամ այս մաքսավորի պես։ Մենք տեսնում ենք այսօր մարդը թվում է իր արտարությունը ժողովուրդ ջան։ Աստծուն իմ ու քո արտարությունը պետք չի, մենք արտարություն չունենք, մեր արտարությունը Հիսուսն է ժողովուրդ ջան։ Երբեք ոչ մի մարդ չի կր Աստծո առջև կանգնի իր արտարությունը ժողովուրդ ջան։ Ով ուզում ենք եղնենք։ Մենք Աստծո առջև կանգնում ենք իր տված արտարությունով ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Փարսին չէր թվում սա հապա շաբաթ 2 անգամ ծոմ կպայեմ, այսօր կակրած ծոմի վրա էր հետում, չէ ժողովուրդ ջան։ Այ Փարսեջան, քու ծոմ պայլը օգուտդ ո՞րն է քո։ Եթե դու քեզի բարձր ես տենում, եթե դու քեզի ամենալավն ես տենում, դու էլ մարդկանց պես չես, ասես ես լավն եմ ժողովուրդ ջան։ Ծոմ կպայեմ ու բոլոր ստացվածքս 10-րդ կուտամ, իսկ մաքսավորը հեռուն կայներ էր ու չեր ուզեմ աչքը երկինք վերցնել։ Հապա իր կուրսքը ծեծելով կսեր Աստված ողորմե ինձի մեղավորիս ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք մաքսավորի աղոթքը, նա մաքսավոր չթելադրեց ինչ որ Փարիսեցին ասեց։ Նույն մարդն է ժողովուրդ ջան, միգուցե ինքն է շատ բան չէր արել։ Բայց մենք տեսնում ենք, որ մաքսավորի աղոթքը, սիրած ժողովուրդ ջան, նա տեսավ իր ներսը։ Մի օր կկանք առնենք մի օր Տերը տա, որ Սիմոնի եւ Մարիամի մասին խոսենք այդ տեղը Տերը տա ժողովուրդ ջան, որտեվ հիմա եթե խոսենք շատ երկար կլինի։ Մենք տեսնում ենք մաքսավորին ինչ ասում։ Իսկ մաքսավորը հեռուն կայներ էր ու չեր ուզում աչքը երկինք վերցնել, այսինքն ամաչում էր Աստծուց, նա ամաչում էր իր մեղքերը տեսել ժողովուրդ ջան։ Նա արդեն ամոթով էր եկել Տիրոջ առջև, նա հասկանում էր, որ նա մեղավոր է։
Այսօր որքան Աստված ինձ ու քեզ ողորմություն արել մեր մեղքերից ազատել է ժողովուրդ ջան, երբ որ մարդ եկել Աստծո առջև, նա մենակ լեզուն չի ասել, Տեր ջան, մեղավոր եմ ներանձի, էս եմ անում, էն եմ անում ժողովուրդ ջան։ Այսինքն մենք որ գալու ենք ասում ենք Տեր Աստված, ներա մեր բոլոր մեղքերը, ժողովուրդ ջան, այնքան մեղքեր կա։ Աստված ասում է, ես ներել եմ քեզ, տղա ջան, աղջիկ ջան, ներել եմ։ Բայց ինչու՞ համար շատ անգամ մարդիկ անհավատ են, դաժե Աստծո տված ներումը իրանց կյանքի մեջ շորջ ան, գիտես ինչքան ցավալի է, ինչքան երբ որ Աստված քեզ ասում է աղջիկ ջան, տղա ջան, ես ներել եմ քո բոլոր մեղքերը եւ մարդ այսօր չի հավատում շորջ ջան։ Հնարավոր մարդ է դու մի օր վրիպ ես, մի օր սխալ կունա, դե չի որ Աստված քո մեղքը չներեց։ Աստված ներում է, բայց դու ճանապարհ ունես, անցնելու ունես մեծանալու, սովորելու Աստծո ժողովուրդ ջան։ Դամար երբ որ Աստված բացում է իմ ու քո ներսը ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ Տեր ուզում է ինձ ու քեզ օգնի, Սիրածո ժողովուրդ ջան։ Իսկ մաքսավոր հերրուն կայներ էր ու չեր ուզեր աշկը երկինք վերցնել, հապա իր կուրսքը ծեծելով կսեր, Աստված ողորմ է ինձի մեղավորից։ Ձեզի կսեմ թե ասիկա այն մյուսեն ավելի արտարացած իր տունը գնաց ժողովուրդ ջան։ Վայ Հիսուս ջան, փառք իրան։ Ժողովուրդ ջան, Աստծո մոտ արտարություն կա։ Աստծո մոտ սրբություն կա։ Այ այսօր մենք գիտենք մարդիկ կարա շատ անգամ մեկ եթե մեկի չարուստը իրան տեղ կդա, մեկը մի շոր մեկի շիրա դրան տեղ կդա, բայց Աստծո մոտ այդ ձև չի։ Աստծո մոտ արտարություն կա։ Մենք տեսանք, որ այս մաքսավոր իրան չթվեց իրա, այս մաքսավորը պրոս ասեց Տեր Աստված դու ներանձի մեղավորիս։ Եվ Տեր Հիսուս ասեց, որ նա ընդրանից ավելի արտարացած գնաց տուն, ժողովուրդ ջան։ Մաքսավորի աղոթքը, որ Տեր ներանձի մեղավորիս։ Ավելի արտարացած իր տունը գնաց, վասնզի ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարհվի, եւ ով որ իր անձը կխոնարհեցնե, պիտի բարձրանա, ժողովուրդ ջան։ Այնքան օրդյալ կարգ ու կանոն է Տերը դրել, չէ՞ ժողովուրդ ջան, երբ որ դու ուզում ես բարձրանաս, դու պիտի խոնարհվես։ Իսկ ով որ ուզում է բարձրանա, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսինքն այն մարդը, որ ուզում է իրան բարձր տեսնել, այս մարդուն պիտի Տերը խոնարհեցնի, ժողովուրդ ջան։ Բարձրին պիտի Տերը ցածրցնա, իսկ խոնարհին պիտի շնորհ տա, ժողովուրդ ջան։ Սա է Աստծո խոսքը։ Երբ որ դու խոնարհվում ես, Տերը քեզ բարձրացնում է։ Երբ որ մարդիկ չեն ուզում խոնարհվել, բարձրից են նայում, ժողովուրդ ջան։ Վերջ Աստված ունի միջոցներ մարդկանց խոնարհեցնելու։ Մենք այսօր գիտենք, շատ մարդկանց Աստված ոնց է խոնարհեցել, ժողովուրդ ջան։ Այն մարդիկ, որ աստլան են, այն մարդիկ, որ չեն ուզեցել մի բան անեն, չէ՞։ Բայց Աստված միջոցներ ունի, ժողովուրդ ջան։ Եվ Աստված մարդուն սարքում է այն փոշու պես, երբ որ մարդը հասկում է իր կյանք, իր ձեռքերի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք գիտենք, շատ մարդիկ այսօր շատ լուրջ խնդիրների մեջ են գնում, շատ հիվանդությունների մեջ են գնում։ Երբ որ մարդիկ չեն խոնարհվում Աստծո առաջ, ժողովուրդ ջան, այն մարդը, որ չի խոնարհվում, մենք գիտենք այսօր շատ հավատքի մարդիկ ունեն հիվանդություն, մենք իրանց մասին չենք ասում, ժողովուրդ ջան։ Այն մարդը, որ այսօր չի ուզում խոնարհվել, համար թող Տերը օրհնի Սիրածո ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ իրապես մենք ունենանք այն աղոթքը, այն հավատքը, որ մենք աղոթենք, որ Աստված մեր կյանքը փոխի, մեր ներսը փոխի, ժողովուրդ ջան, երբ որ դու փոխվում ես, այնքան օրհնյալ է, երբ որ դու ես փոխվում։ Այբ որ դու փոխվում ես, արդեն ամեն մեկ դու պատկերացա տան մեջ քանի անդամներ ունեք, չես ենք, հələ պատկերացա ամեն մեկը այդ կյանք ունեն, այդ խոնարհություն ունեն, չես ենք։ Կին ամուսին ջան կներես ընձի, ամուսինս մա կին ջան կներես, երեխես մամա կներես, չես ենք, այսինքն ինչ օրհնյալ է գալում, երբ որ մեկս մյուսից մենք ներողություն ենք խնդրում, եւ մենք ուզում ենք, որ Աստված փառավորվի մեր ընտանիքների մեջ, ժողովուրդ ջան։ Տամար Տերես օրհնի, Սիրածո ժողովուրդ ջան։ Սկանով կուզենանք վերջացնենք։ Թող Տերը օրհնի եւ առատապես բոլորիդ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի նաեւ ձեր ընտանիքները։